Բարև ձեզ, շուտով էկրան է բարձրանալու հայ ժողովրդի պատմության ևս մեկ կարևոր դրվագի մասին պատմող խաղարկային ֆիլմ նվիրված 451 թվականի Վարդանանց պատերազմին։ Ֆիլմի շուրջ այժմ կզրուցեմ Ռուսաստանաբնակ հայ գործարար բարերար Արթուր Սողոմոնյանի հետ, ում ֆինանսավորմամբ ու աջակցությամբ կյանքի է կոչվել այս նախագիծը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Սողոմոնյան, Վարդանանց պատերազմը հայ ժողովրդի պայքարն էր հանուն հայ մնալու, ազգային ինքնությունը պահպանելու։ Ինչու է ընտրվել հենց այս պատմական դրվագը նոր ֆիլմի համար։ Արդյոք նպատակ կա զուգահեռներ անցկացնելու մերօրյա իրականության հետ։ Այդ առաջի պատերազմը, երբ որ մարդիկ չթողեցին, որ Զարաստրիզմը հաղթի, պահպանեցին իրենց հավատքը, քրիստոնեությունը, ու դրանից հետո քրիստոնեությունը սկսեց տարածվել բոլոր աշխարհով, ու այսօր ամենատարածված կրոնն է աշխարհում համարվում, ու հենց հայրենումը շատ մեծ է այդ պատմությունում, ու իհարկե առաջնահերթ Վարդան Մամիկոնյանով, դե երևի շատերն են դպրոցում սովորել, կարդացել են Վարդանակը, Դերենիկ Դեմերչյանի, բայց պատմությունը ավելի խորն է, ավելի խոշոր է։ Մենք ուզենայինք, որ եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս հիշեն ամեն ինչը, ու իմ կարծիքով հայերը այդ հարցում իրոք առաջատարն են, ու մենք պետք է հպարտանանք այդ ամեն ինչով։ Հա, մեր մոտ սերիա մի քանի կինոնկար է, առաջի կինոնկարը կոչվում էր Լուսավորիչ, արդեն ցուցադրել ենք, այս երկրորդ սերիան է, լինելու է 7 ընդամենը 7 կինոնկար, այդ կինոնկարները բոլորները նվիրված են Հայաստանի ներդրումը համաշխարհային քրիստոնեությունում, ու երկրորդ կինոնկարը մենք որոշեցինք նվիրել հենց Վարդան Մամիկոնյանի ճակատամարտ արվարարի, ու շատ հետաքրքիր է։ Մեր սցենարին գրում է Արմեն Վարդանյան, ռեժիսորը Արմեն Վատյան։ Երբ աշխատում ես, շատ նոր բաներ ես իմանում, իմ կարը շատ կուզենայի, որ մեր ջահելությունն էլ չմոռանային այդ պատմությունը։ Մանավանդ այս տարի, եթե գիտեք, լրացել է ուղիղ 1575 ամյակն է այս տարի, ու սովորաբար ամեն 25 տարի պետությունը նամականիշներ է բացում, տեղադրամ, թողարկում, ցավոք սրտի հիմի Հայաստանում այդ ամեն ինչը չի արվում, բայց ես շատ կուզենայի, որ մենք չմոռանայինք մեր պատմությունը, ու հենց դրա համար մենք աշխատում ենք այդ կինոնկարները։ Ես համոզված եմ, որ որտեղ կհավանի, որտեղ իմ կարծիքով համ պատմությունն է շատ հետաքրքիր ու շատ որակով գործը կինոնկարը ստացվում։ Միայն հայերենով չի լինելու, ճիշտ հասկացա, լինելու է նաև թարգմանությամբ եւ կարծես չի միայն ուղված։ Մենք գնացել ենք Կաննի այս վերջերս ու ահագին կնքել ենք պայմանագրեր, անպայման դուրս է գալու եւ անգլերեն լեզվով, եւ իտալերեն, եւ ֆրանսերեն, որովհետեւ էլի կրկնեմ, քրիստոնեությունը ոչ թե միայն հայերին է վերաբերվում, շատերն են ուսումնասիրում այդ թեման, որտեղ այն որ աշխարհը նայեն, որ մենք այսօր իհարկե ամենամեծ ազդեցությունը այդ հենց հավատքն է, հենց քրիստոնեությունն է ստեղծել, դրա համար բոլորի համար դա շատ կարևոր է։ Ինձ թվում է, մենք պետք է այդ առիթը օգտագործենք, որ հիշեցնենք մեր ազգի, մեր պատմության ժառանգության մասին։ Հետևաբար, եթե ամփոփենք, որն է այն ուղերձը, որ այս ֆիլմի միջոցով ցանկանում եք հասցնել աշխարհին։ Ես կուզենայի ցույց տալ, որ առաջինը հայերը շատ խորը քրիստոնյա ազգ է, ու իմ կարծիքով այդ շատ կարևոր է, որ հենց քրիստոնեությունն է մեզ պահել, պահպանել, ու հենց դրա շնորհիվ մենք մնացել ենք որպես ազգ, բոլոր աշխարհը գնաց այդ ճանապարհով, ու այսօր քրիստոնեությունը այդքան տարածված է, ու այդպես ազդեցություն ունի, դա մեր լոման տեղ շատ մեծ է։ Ու ես կուզենայի ցուցադրեի, ու ճիշտ ասած կուզենայի, որ եւ հայերը այդ ամենը իմանային ու հպարտանային այդ ամեն ինչով, ու իհարկե պահպանեն քրիստոնեությունը։ Օրինակ իմ համար շատ կարևոր է, ու
ես տեսնում եմ այսօր ինչ է կատարվում Հայաստանում այդ բարագայում ու ճիշտ ասած որոշ չափով ցավեր եմ տանում։ Նկատի ունեք եկեղեցու հոգևորականների, մասնավորապես կաթողիկոսի դեմ ճնշումները։ Հա, եկեղեցու դեմ պայքարը, որովհետև առանց եկեղեցու, առանց Առաքելյան հայ եկեղեցու մենք կկորցնենք մեր ինքնությունը, մեր ազգությունը, մեր ժառանգությունը։ Իմ կարծիքը ամենամեծ հարստությունն է նա ինչ որ մենք ունենք, ու իհարկե ամեն մեկս պետք է դրա մասին մտածի։ Մենք գնում ենք եկեղեցի եւ պահերին, եւ ուրախ պահերին մոմ ենք վառում հիշատակ, կամ երեխեքին ենք կնքում, կամ ամուսնանում ենք, ու այդ ոնց որ մեր կյանքը ամենակարևորը եկեղեցի հետ է կապված։ Դա ոնց որ ամեն ընտանիքում է, մենք ապրում ենք դրանով։ Պահը երբ որ մենք պետք է պահպանենք։ Եկեղեցու մասնավորապես կաթողիկոսի դեմ արշավ սկսողները ձեր կարծիքով չեն հասկանում դա ինչ նպատակ են դրանով հետապնդում։ Ես կարծում եմ, որ բոլորները շատ լավ ամեն ինչ հասկանում են, բայց իմ համար դա անհասկանալի է եւ անընդունելի է, որ մեր 1700 տարվա Առաքելյան եկեղեցին այսօր հεντարգվում է տենց ճշմանը, այն ինչ որ կատարում, որ ձերբակալում են մեր եկեղեցականներին, որ փորձում են եւ կաթողիկոսի վրա տենց ճնշում անել։ Իմ համար իրոք ես չեմ հասկանում այդ ամենը, ավելի ճիշտ հասկանում եմ ուր այդ ամեն ինչը տանում, բայց կարծում եմ, որ այս այն պարագանա, որ ժողովուրդը պետք է համախմբվի ու դեմ առնի, դրա դեմ առնի, որտեղ մենք կռվել ենք դրսի թշնամիների հետ եւ այդ որ այսօր հիշում ենք Ավարարի ճակատամարտը, մենք կռվել ենք Սարդարապատում, էլի մեր ազգի անուն ու եկեղեցին շատ մեծ դեր է տարել։ Այսօր էլ եկել այն պահը, որ մեր դեմ պայքարում է ոչ թե միայն դրսի թշնամին, այլ եւ ցավոք սրտի ներքին ու իրանք իրար հետ փորձում են վերջացնեն այն գործերը, ինչ որ չհաջողվեց 100 տարի առաջ։ Իմ կարծիքով այսօր հենց այն պարագանա, որ մենք պետք է համախմբվենք ու կարենանք ցույց տանք, որ ուժեղ ազգ ենք, որ դիմադրում ենք այդ ամեն ինչի հետ պայքարում ենք։ Ես չէի ուզենա շատ մտնել քաղաքացուն, որտեղ ես գումանիտար պրոյեկտներով եմ զբաղվում, բայց այսօր ինձ թվում է ամեն հայը պետք է գա ընտրությունների ու այդ պետք է անի հենց մեր հայոց ընտրությունները, մենք պետք է ընտրենք ճանապարհը, բայց ես կուզենայի, որ ամեն մեկը լուրջ մտածեր ու շատ պատասխանատու մոտենար ու հասկանար ինքը ինչ է ինքը թողելու իր երեխաներին, թոռներին ու պատրաստ է ինքը, որ այսօր Առաքելյան հայոց եկեղեցին ինչ որ մեկը մտնի, քանդի, խառնվի, որովհետև մենք կարող է դրա մասին հաճախ չենք մտածում, բայց ես համոզված եմ, որ մեր կյանքը կախված է մեր քրիստոնեության, մեր եկեղեցու հետ, մենք գալիս ենք երեխեքին կնքում ենք, ծնվելուց հետո ամուսնանում ենք եկեղեցու, մոմ ենք վառում հիշատակ, միշտ դիմում ենք, երբ որ ինչ որ մեզ պահանջում է օգնություն։ Այսօր այն օրն է, որ եկեղեցին է մեզնից օգնություն սպասում, ինձ թվում է մենք պետք է բոլորս համախմբվենք ու ցույց տանք մեր ուժը, որ մենք միասին ենք մեր եկեղեցու հետ։ Դուք արդեն նշեցիք հումանիտար հարցերով եք զբաղվում, քաղաքականության մեջ չեք ցանկանում ներքաշվել, սակայն Քրոնիկա Կավկաս անունով կայքը հրապարակում էր արել ու պնդել էր, թե դուք ֆինանսավորում եք նոր ուժի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի քարոզարշավները։ Այս առաջի ու ես վախենում եմ վերջի անգամը չի, որ փորձում են իմ անունը կամ որևէ մեկի խառնեն այս քաղաքական ինտրիգների մեջ, որտեղ մենք տեսնում ենք այսօր այդ դաշտում ինչ է կատարվում, բայց ուզում եմ մի հատ նշեմ, որ հումանիտար հարցերը եւ քաղաքացիությունը անմահատեղի են ու անհնարին է զբաղվել եւ հումանիտար ինչ որ հարցերի զարգացմամբ եւ քաղաքացիությամբ, որովհետեւ իրանք իրար հակասակում են։ Իմ համար օրինակ նշանակություն չունի ինչ կուսակցության հայը պատկանում, ես պայքարում եմ հենց նրա համար, որ մենք մեր ժառանգությունը պահպանենք, չմոռանանք մեր պատմությունը, մեր մշակույթը, ես շարունակում եմ այդ գործը ու շարունակելու եմ, որտեղ իմ համար դա եւ շատ կարեւոր է
ու շատ մեծ բովանդակություն է բերում։ Դրա համար ես ուրիշ ասելու բան չունեմ, այդ անձերին ու որ իրանք նշում են, ես ասենք հարգում եմ, ճանաչում եմ, բայց ոչ մի կապ չունեմ քաղաքացիության հետ, ոչ մի ցանկություն չունեմ ինչ որ միտեղ մասնակցելու կամ ինչ որ կուսակցություն մասնակցեմ, բայց իհարկե իմ համար այդ ամեն ինչ անտարբեր չի, ես անպայման գալու եմ ընտրությունների ու ընտրելու եմ հայերի միավորման ու մեր վերականգնման համար ձայնս տալու եմ ու համոզված եմ, որ տենց էլ կլինի։ Դուք ինչ եք կարծում, ինչու է այդ դեպքում, ինչպես դուք արդեն նշեցիք, փորձ է արվում ձեզ ներքաշել քաղաքական ինտրիգների մեջ։ Դե երևի որ ես շատ եմ լսել ուրիշ անուններ ինչ որ փորձում են խառնել ինտրիգներ է, չնայած ես ճիշտ ասած տենց էլ չհասկացա ինչ են խառնում, ես ոչ ինչ որ կուսակցության անդամ եմ կամ ինչ որ միտեղ տեխնացուն եմ ուզում դնել կյանքում կարամ ասեմ ոչ ռուսական, ոչ Հայաստանի քաղաքություն չեմ մտնի, որովհետև իմ համար է ոնց ասեմ հոգահարազատ չի։ Իմ համար հոգահարազատ են գումանիտար պրոյեկտները։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ իմ զրուցակիցներ Ռուսաստանաբնակ հայ գործարար ու բարերար Արթուր Սողոմոնյանը։